Ողջույն արժանապատիվ հայրենակիցներ, նորից ուղիղ եթեր ենք միացել, այսօր ամսի 26-ն է հունվարի 2026 թվականի երկու շաբթի է, անցյալ շաբաթ անգլերենով ուղիղ եթեր միացա, իսկ այս անգամ հայերեն եմ ասելու ու տենց փոխելու ենք էլի, մի շաբաթ հայերեն, մի շաբաթ անգլերեն, որովհետև շատ սփյուռք հայեր կան, ովքեր հայերեն լավ չեն հասկանում, ուզում են անգլերենով լսել, նաև լիքը եվրոպացիներ կան, ովքեր ուզում են իմանան մեր կարծիքը, մեր դիրքորոշումները եւ այլն, ուզում են նաև հարցեր տան անգլերենով, դրա համար ուզում եմ արդար լինի բոլորին, երբեմն անգլերենով ուղիղ եթեր մտնեմ, բայց բնականաբար շեշտը դրվելու է հայրենի վրա, քանի որ սա հայկական պայքար է, համահայկական պայքար է, իհարկե նաև համաարիական պայքար է, բայց կարևորը Հայաստանում է ու լուրջ նպատակով ենք, դրա համար պետք է նախ եւ առաջ մեր ուղերձը հասանելի դարձնենք մեր հայրենակիցներին։ Ու ամեն անգամ փոխելու եմ, ասենք մի անգամ խոսենք ներքին խնդիրների մասին, մի անգամ էլ արտաքին խնդիրների մասին, ու այս էլ առիթ է, որ լսում է կարող է Telegram-ով մեզ հետևել, ու եթե հարցեր կան, կարող են միանալ ու հարցեր տալ։ Գիտեմ հիմա սա пассив փուլ է, շատերը անտարբեր են, ես բազմաթիվ անգամ սա շեշտել եմ, բայց կարևոր է սա շեշտենք, որովհետև մարդիկ կարծում են ընդմիշտ է լինելու այսպես, բայց պատմությունը մեզ ցույց է տվել, նույնիսկ ներկա ժամանակակից պատմությունը ցույց է տվել, որ ակտիվ փուլ է լինում, նաև пассив փուլ է լինում, ու տեն սինուսոիդի պես փոփոխվում է։ Այս դրա համար մենք պետք է այդ հեռատես լինենք, այդ երկարաժամկետ հեռանկարով առաջ գնանք, հասկանալով այս ամենը։ Ուզում եմ այս անգամ խոսեմ արտաքին ինչ-որ հարցերի շուրջ, որովհետև չեմ խոսել վաղուց, շատ խոսեցի այն անգամ ներքին բաների մասին, մեր ներքին խնդիրների, բայց իհարկե բնականաբար այդ արտաքինը նաև ներքինի հետ կապված է, իրար հետ շատ կապված են, ու շատ, ինչպես ասել եմ, մեր բոլոր խնդիրները իրար հետ կապ ունեն։ Բայց ուզում եմ անդրադառնամ ինչ է կատարվում Իրանում, որովհետև մեր հարևան պետությունն է, իհարկե, համեմատաբար բարեկամ պետությունը համեմատած, ասենք, բնականաբար Ադրբեջանին, թուրքերին ու վրացիներին նրանց հետ պոտենցիալ ունենք ինչ-որ դաշինք ստեղծելու ապագայում, այս բան չգիտեմ ոնց կլինի, բայց իհարկե ապագայում կա այդ պոտենցիալը, որովհետև ես շփվել եմ, առցանց իհարկե շփվել եմ իրանցի ազգայնականների հետ, ովքեր մեզ հետևում են, մեզ աջակցում են, ուղղակի ինչ որ կատարվում է այսօր Իրանում, շատ իրանցիներ երկու քարի արանքում են, որովհետև դեմ են, այսինքն դեմը երևի այդքան ճիշտ է, ուղղակի չեն սիրում երևի այդ իսլամական հանրապետությանը, որովհետև այդ ինչպես ասել եմ, դա արիական ազգին համապատասխան պետական կարգ չեմ համարում, իրենց թվում է շատ իրանք էլ չեն համարում, չեն ընդունում, բայց նաև գիտեն, որ նրանք որ հեռանան ավելի վատը կգա, որ ասենք շանը էլի կամ շահի որդին, Փելավին, ու դրանք չգիտեն ինչ եղավ մեր մոտ այստեղ, բոլորը գիտեին, այս այսպես կոչված նախկիները վատն են, բայց այս ներկանն էլ իրականում նույնն են, բայց հա, ասենք ավելի վատ են իմաստով, որ գնալով ավելի են վատացնում ամեն ինչը ժամանակի ընթացքում ավելի է պետության վիճակը վատթարանում, որովհետև այս սրանց նման դավաճանների ձեռքում է։ Դրա համար դժվար է, ասենք, իրան պատկերացնում իրանք ինչ վիճակում են հիմա, չգիտեն ինչ անեն։ Ու վատը այն է, որ իրանց մոտ այդ ավտորիտարական ռեժիմն է եղել, դա պարզ է, այդ կարգը տենց է, այն վատը այն մասը նկատի ունեմ, որ չեն կարողացել ազատ ձևավորվեն ինչ որ ազգայնական, անկախ ինչ որ ազգայնական այնտեղ շարժումներ, որովհետև ճնշվեն միանգամից այդ իսլամական հանրապետության ռեժիմի կողմից, բայց հիմա օրինակ եթե լիներ, եթե այս քանի տարի է կա այս իսլամական հանրապետությունը արդեն մի 50 տարի է օրինակ, եթե այս 50 տարում ասենք լիներ ինչ որ տես մի հատ պետություն ստեղծած ու կամաց զարգացած չեմ ասում,
նորից ասում, կարող մարգինալ ինչ որ մի հատ խումբ լիներ, բայց գաղափարական լիներ ու հիմա կատարյալ ասենք իրավիճակ կարող լիներ, որ իրանք օրինակ իշխանության գան Իրանում, բայց իրանք այդ հնարավորություն չունեն։ Մենք գոնե այդ իմաստով առավելություն ունենք, որ այո, մեզ պահում են մարգինալ, մեզ քաղաքական ծայրամասերում են դիտման պահում, բայց մենք գոնե կարողանում ենք մեր գաղափարները քարոզել ու հասանելի դարձնել նրանց, որոնց համար կարևոր է այս ամեն ինչը։ Ներեցեք մեկը ինչ որ մի հարց ունի, տեսնեմ ինչ է ասում։ Այո, լսում եմ։ Are you Armenian? No, we spoke before. It's been a long time, man. Yeah. Who are you again? Can you remind me? Uh, dang it. You're from. I don't know how to say it, but we spoke before. I'm from the Yeah, yeah, U.S. okay. Yeah, I think I remember. Your voice sounds familiar. Well, we're doing this in Armenian, bro. You wanna, come on next week? We'll do it in English. I was just saying that one week I do it in Armenian, one week in English. But message me separately and we'll talk, okay? Or you Okay. can stay on, whatever. If you want to listen to Armenian, go for it. Okay. Yeah. All right, brother. Um, ուրեմն ասում է, այս բան աջակիցներից մեկն է Ամերիկայում, հայ չի, ուզում էր ինչ որ բան հարցնել, ասացի մի շաբաթ միանա, ինչ է ասում, ուրեմն Այդա մենք այդ հնարավորությունը գոնե հիմա ունենք, այդ առավելությունը կազմակերպելու, մեր նման մարդիկ այդ ազգայնականներ, անկախականներ, ովքեր գիտակից են, ովքեր հեռատես են, ովքեր գիտեն այս խաղաղության կեղծ սին օրակարգը տապալվելու է ու մեզ դժվար են սպասվում ինչ որ 2020 թվականին, 2023 թվականի իրական սկիզբն է, մենք հələ բան չենք տեսել։ Դաժան իրականությունն է ամեն դեպքում մենք պետք է դա ասենք, մենք չենք կարող մեր հայրենակիցներին խաբել, մենք չենք կարող կեղծ հույսեր փայփայել։ Մենք այս շարժումը հիմնադրել ենք, ես այս շարժումը հիմնադրել եմ այն նպատակով, որ ճշմարտությունը ասել, ինչքան էլ դառը լինի, ինչքան էլ դաժան լինի այն ընդունել, բայց կարևոր է դա։ Դա մեր պարտականությունն է։ Մենք չենք սրանց նման ինչ որ կեղծ խոստումներ տալու, ինչ որ ստելու, ամբողջահաճ արտահայտություններ անելու, ոչ։ Մենք անելու ենք այն ինչ որ պետք է անենք մեր հայրենակիցներին արթնացնելու համար, ոտքի հանելու համար։ Դրա համար մենք հետևողականորեն ես նպատակադրված այդ ուղղությամբ աշխատում եմ, որովհետև գիտեմ ինչ որ կատարվում է օրինակ հիմա Իրանում, վաղը չեմ ուսորը ստեղա լինելու։ Հիմա վատա, լավա, ինչա էտա։ Ես ուղղակի պետք չի ինչ մարգարե լինել դա տեսնելու համար։ Ամեն ինչը այդ ուղղությամբ է գնում։ Ու եթե մենք ուզում ենք տղավարի, այսպես ասած, ընդունել իրականությունը, պետք է նաև ընդունել այս փաստը։ Չեն կարող դրանից խուսափել։ Չէ, դրա համար պետք է հիմիկ բանից պատրաստ լինենք, որ անակնկալի չգանք։ Երբ գա այդ օրը, մենք պատրաստ լինենք։ Մենք պատրաստ լինենք ճիշտ որոշումներ կայացնելու, պատրաստ լինենք մեր ազգին առաջնորդելու։ Ճիշտ ազգայնականները, նվիրյալ ազգայնականները, ոչ թե ինչ եղավ 2018 թվականին, երբ դավաճանները, սրիկաները այդ էներգիան վերցին, իրենց օգտին օգտագործեցին, ժողովրդին հուսախաբ արեցին ու հետո 2 տարի հետո տարան խայտարակ պարտության։ Ամեն ինչ պետք է անենք, որ 2018 թիվը չկրկնվի ու հատկապես 2020 թիվը չկրկնվի։ Նկատի ունեմ պարտությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ը երբեք չկրկնվի։ Այդ է, ուղղակի ես Իրանում, իհարկե առաջինը չէ, բայց ես նկատի ունեմ ես երևի ես ասես բան չէր եղել վաղուց այս աստիճանի խռովություններ, այս աստիճանի, ասենք, նաև իշխանության կողմից հակահարված այդ խռովությունների դեմ, բայց էսի առաջին բանն է այդ իմաստով, որ շարունակվելու է հաստատ։ Ու երկար, ես վստահ եմ, որ երկար չի կարողանալու այդ իսլամական ռեժիմը գոյատևել Իրանում, որովհետև սիոնիստները շատ նպատակադրված են իրենց գործը առաջ տանեն, հասնեն իրենց նպատակի, որը ամբողջ գերակայություն ունենալ Մերձավոր Արևելքում։ Մեկը ինչ որ հարց ունի, տեսնեմ ինչ է ասում։ Ողջույն եղբայր։ Հարց ունես։
ոնց որ չէ։ Լավ։ Լսվում է, ալո, Հա, լսում ա եղբայր։ հայ ջան, բարի երեկո, միկրոֆոնը մի քիչ մոտ պահել, շատ վատ է ձենդ լսվում։ Իմ ձենը վատ է լսվում։ Այո, նո, Telegram-ում ես Telegram կանալով եմ լսում, չգիտեմ, գուցե ելույթը տուրիշտ եղել է, բայց Telegram-ով շատ վատ է լսվում, ոնց որ միկրոֆոնը կարող է հեռու լինի։ Շատ հազիվ լսվում է։ Ասում, ոնց որ նորմալ է։ Հիմա ոնց է։ Շատ ցածր է։ Շատ ցածր, կարող է քեզ դինցա խնդիրը։ Չեմ կարող ասեմ, մաքսիմալնի ձենը բարձրացած է։ Նաուշնիկներով էլ լսում եմ։ Հա, շամ իմանում ախպեր։ Հիմա նորմալ է լսվում։ Իսկ այս էֆիրը մենակ Telegram-ում է, թե YouTube-ում էլ է հիմա գնում։ Ես ուղիղը դեսի տեղադրելու եմ ամենտեղ տեղադրում եմ։ Թե հենց հիմա մենակ Telegram-ում է գնում էսի։ Հա, հենց հիմա միայն Telegram-ում է, այո։ То есть եթե մենակ Telegram-ում միակ լսողը ոնց հասկանում եմ ես եմ հիմա։ Դեսպայն, հա, հետո մարդիկ մտնում դուրս են գալիս, հետո հարցեր են տալիս, էլի։ Հա, հասկացա։ Չէ, Ինչո հիմա ինչո հարցեր կան հիմա։ եթե կարելի է, այո, ես շուտվանից Հա, եմ մեկ-մեկ նայում, մոտիկանում, հա, հետաքրքրվում։ Ինձ պրոստը հետաքրքիր հա, որ հարցրի, գալիցա ունես ինչ որ Հայաստանի ինչ որ մի մարդկանց հետ ինչ որ մի գրուպայի հետ օրինակ կամ չգիտեմ Լույսի բանակի հետ կամ ինչ որ ուրիշ մի կազմակերպության հետ գալիցա ունես թե մենակ կոալիցիա, հա, քեզնով ես։ կոալիցիա բառը չի հասկանում։ Չէ, ոչ մեկի հետ ես դա արդեն քանի անգամ նշել եմ, որ ես ոչ մեկի հետ չեմ պատրաստվում համագործակցեմ, նախ եղել է, որ ես եմ իմ ձեռքը մեկնել առաջ սկզբում ու տեսել եմ ինչ որ արձագանք չի եղել ու նաև գաղափարական ընդհանրություններ շատ չկան, կարող մակերեսուն այդպես թվա, որ իբր նույն բանի համար ենք պայքարում, բայց ես չեմ տեսել ինչ որ տենց ուրիշ ազգայնական խմբավորում, որ կարևոր հարցերում, կարևորագույն հարցերում նույնը մտածենք, էլի։ Խոսքը տարբեր ներքին, արտաքին նաև հարցերում։ Դրա համար էլ եմ, որ Իսկ կարելի է առանձին կարելի է գլուխ պետք է հասկանալ, գնանք։ հասկացա, իսկ կարելի է հասկանալ հետևորդները կամ մոտակա քո խումբը քանի հոգով եք, ինչքան մարդ կա, ասենք, քո գաղափարակից մարդիկ նկատի ունեն։ Հա, դե մենք տարբեր շերտերի ենք բաժանել ենք աջակիցներ, բաժանել ենք անդամներ, աջակիցներ, համակիրներ եւ այլն, կորիզը դե մենք անդամներով էս բան 15 հոգի կլինենք։ Ու փորձում եմ միայն 30 հիմնականում 30-ից ցածրներին ներգրավեմ, ովքեր երիտասարդ են, ովքեր իրենց մեջ այդ գրակը դեռ կա, չի մարել, շատերը ցավոք սրտի 30 անց շատ ցինիկ են դարձել, հուսահատ են դարձել, անտարբեր են դարձել, դրա համար կենտրոնանում եմ երիտասարդության վրա։ Ու գտնում եմ այդ կորիզը Մեկ էլ ստեղծել էլի։ Դու Հայաստանում ես ապրում։ մեկ էլ հացն կներես դու Հայաստանում ես հիմա գտնվում։ Ես էլ հարցը Միանգամից նույն տվես։ հարց իրար տա։ Միանգամից նույն հարց իրար տվեցիք։ Չէ, Հələ ես հենց հիմա միանշանակ չէ, Հայաստանում եմ։ ես հենց չէ, պրոստը հարցրեցի, որ ես անձամբ Հայաստանում չեմ գտնվում։ Հա, որտեղ ես, Ռուսաստան։ Ռուսաստան, այո։ Հա, հա, մեր հետևորդների զգալի մասը Ռուսաստանում են։ Էտա, դե մի պակար ավելի ակտիվ էր, նորից ասեմ, այդ որ Արցախը նոր էր հայաթափվում կամ շրջափակման մեջ էր, այդ ժամանակ մարդիկ ավելի ակտիվ էին։ Հիմա էտա սուզվել են sense մի հատ անտարբերության մեջ, իրանք էլ չգիտեն ինչա կատարվում, արդեն կարծում են sense խուսափելով իրականությունից կարան ինչ որ sense մի կերպ ապրեն, յոլա գնան, էտա իրանց ամբողջ ուշ միտքը։ Ոչ ինչ մենք գիտենք երկար չի կարող շարունակվել։ Քանի տարեկան ես։ 35։ Հա, նույն տարիքի ենք էլի։
Ես Լեփանից ես հետևում։ դե ես ճիշտ ասած մի քո ելույթների հետ մի քիչ տարի առաջ ծանոթացա։ Երկու անգամ даже բան արեցի, գրեցի բան, այդպես հետո մի Ինձ պահ ես հետո գրել, բանը գա։ Հա, դրել եմ իհարկե։ չեմ հիշում։ Եթե կարաս mən նորից գրես, տեսնեմ, չեմ որ հիշեմ։ Եթերից հետո կխոսենք էլի։ Բայց այդ ջորը ուրիշ հարցեր կան, ու բան, համ ընթացքում համ շարունակեմ, դու էլի կարաս հարցեր տաս, էլի։ Հա, Եթե հիմա չկա։ իհարկե, շարունակի ես ինձ հետաքրքիր է ինչի մասին է, ինչ մասին է խոսում, իհարկե, ես եթե հարց ունենամ, թող հարցնեմ։ Հա, հա, Շնորհակալություն։ խնդրեմ ախպերս։ Այդ էր հիմա Իրանի պահով այդ ենք ուզում ասեմ, մեր նպատակը, ինչպես ասացի, միայն համահայկական չի, համարիական է, մեր նպատակն է դաշինք ստեղծել բոլոր արիական ազգերի հետ ու ամենա առաջնայինը կարծում եմ պետք է իրանցի հետ, արիացիների հետ, ազգայնականների հետ մենք վաղ թե ուշ ստեղծելու ենք այդ դաշինքը, ուղղակի պետք է ճիշտ պահը գա, հարմար պահը գա, ինչպես ասել ենք բազմաթիվ անգամ, մեծ փոփոխություններ են սպասում աշխարհում, աշխարհակարգը փոխվելու, ճգնաժամը մոտենալու, ես վստահ եմ, տնտեսական ճգնաժամ, համաշխարհային տնտեսական ճգնաժամ, որովհետև բոլոր երկրների արտաքին պարտքը աստղաբաշխական ձևով աճում է ու ինչ որ եղավ 2008 թվականին, այդ ռեսեսիան այսպես ասած, իրականում ինչ որ արեցին դրանից հետո չշտկեցին իրավիճակը, ընդհանրապես ոնց որ սկոչով փաթաթեցին վերքը կարելու փոխարեն, այդպես մի օրինակ կարող եմ ասենք բերել։ Դրա համար հիմա թարախակալվել է, հիմա ավելի վատ է լինելու, շատ անգամ ավելի վատ է լինելու, քան 2008, նույնիսկ ավելի վատ, քան 1929 թվականի բան, ու դա կարող է շատ բան փոխել։ Ու տեղերքից մեկն էլ մտել էր անգլերենով հարց տվեց Գրինլանդիայի պահով ինչ կարծիք ունեմ։ Սրա մասին էլ գրել եմ, սրա մասին հոդված եմ գրել։ Մի հատ Արման ջան, ողջույն։ Ձայնս լավ լսվում է, չէ՞։ Ու եթե ինձ ես հարցնում, իմ Չէ, մոտ չէ, ոսկարը նենց էլ կա, շատ վատ է լսվում իմ համար։ չեմ անում այդ ինչից է։ Երևի կապից է, ոչ թե ասենք։ Ես մյուս տղուն Արմանին եմ հարցնում, ընկերոջս եմ հարցնում։ Լավ, երևի չի կարող պատասխանի։ Գրինլանդիայի պահով դա ասել է, ինչի հետ է կապված։ Ես կարծում եմ ամեն մեռնող կայսրություն վերջին իր շունչն է ունենում ու այս ինչ որ կատարվում է, ինչ որ Ռուսաստանն է անում Ուկրաինայում, ինչ որ Ամերիկան է անում, հիմա ուզում աչեմ Ամերիկան կրկին հզորացնել, ընդարձակելով իր սահմանները Գրինլանդիան բան վերցնի, չգիտեմ, Կանադան է ուզում, դա նշանա, որ ինքը այնքան շատ ներքին խնդիրներով է տառապում, սա վերաբերում է բոլոր կայսրություններին պատմության մեջ, այնքան շատ ներքին խնդիրներով են տառապում, որ չեն կարողանում այդ ներքին խնդիրները լուծել, ստիպված ինչ որ տենց արտաքին բաներ են անում, որ ինքնահաստատվեն, որպեսզի ինչ որ այդ պատրանքը ստեղծեն, որ վերականգնվում են, բայց իրականում ներսից փտում են, դա ոնց որ այն տեսակ մարդն է, էլի, որ փուչիկա մեջը դատարկ է, բայց մենակ sense մեծ խոսում է, բայց իրականում ոչ մի բան չի անում, դատարկ է, էլի։ Ու ինչ որ հատուկ sense կռիվ է անում, sense անընդհատ ուզում է կռիվ անի սրա նրա հետ, որ ինքնահաստատվի, ոնց որ նույնը հիմա այս կայսրությունների հետ է կատարվում։ Նույն բանը իրանց է վերաբերում։ Այնպես որ այս հիմա դրա նշաններից մեկն է նաև այսպես կոչված մի հատ այս բան կա, ոստիկանություն կա Ամերիկայում, ճնշում է իմիգրանտներին, բայց նաև լիքը քաղաքացիներին է ճնշում, լիքը սպիտակամորթ քաղաքացիներին է ճնշում, նույնիսկ նրանց ովքեր հակասեմշություն են տարել առցանց բան, ու դա ոնց որ հատուկ արվում է, որ Ամերիկայում ոնց որ քաղաքացիական պատերազմ սկսի։ Հիմա չգիտեմ հատուկ է թե հատուկ չի, բայց այդ կարող է ինչ որ հիմա անում է Թրամփը ներքին այդ ընդդիմադիրներին ճնշելով, դա էլ են անում մեռնող կայսրությունների դեպ, ոնց որ տես ծայրահեղ քայլերի դիմում են, դա կարող է նաև կայծ առաջացնել քաղաքացիական պատերազմի։ Եվ դա Ռուսաստանն էլ ինչ որ անում է Ուկրաինայում, նույն բանն է, ուզում է ոնց որ վերականգնվի սովետականը իր սահմանները վերականգնի, այս ամեն ինչը արաբերի իրանց երկուսի կոլապսին։ Ամերիկան 250 տարեկան է լինում այս տարի,
Ռուսաստանը 2 տարում լինում է 300 տարի ու նայենք ժամանակակից պատմության մեջ կայսրությունները թե ինչքան երկար են գոյատևում, 3 դար են գոյատևում։ Այնպես որ իրանց ոնց որ իմ կարծիքով վերջին ոնց որ շունչն է, այս կարող տեղել իհարկե մեծ ցնցումներ առաջացնելու, որովհետև Հայաստանը համ կախված է կախված է Ռուսաստանից, այդ միանշանակ, բայց շատ առումով նաև կախված է Ամերիկայից, ֆինանսական առումով։ Այնպես որ այստեղ մեծ ցնցումներ են սպասվելու, մենք այդ հնարավորության պատուհան է բացելու։ Հիմա դա լավ է, համ վատ է։ Լավ է այն իմաստով, այդ հնարավորության պատուհան է բացում, մենք կարողանանք մեր ազգային շահերը այդ պայն առաջ տանել, այդ օգտագործել ճիշտ ուղղությամբ, բայց եթե մենք պատրաստ չլինենք, որ այդ հնարավորության պատուհանի բացման ժամանակ մենք չենք կարողանալու ճիշտ քայլերի դիմենք ու կսնանկանանք ամբողջությամբ կկորցնենք մեր պետությունը, ամեն ինչը, մեր հայրենիքը։ Դրա համար շատ կարևոր է այս ամեն ինչը մենք հասկանանք, ինչ որ մենք անում ենք, մեր ժողովուրդը չի հասկանում, մեր հայրենակիցները չեն հասկանում, որովհետև միշտ մտածում, ով հատկապես քաղաքականության մեջ միայն մտածում են հաջորդ ոնց որ ամսվա մասին, մաքսիմում։ Ասենք մենք որ հոսանք հեռանկարային sense նպատակ ունի 10 տարվա օրինակ առաջին ես որ հոսանքը ստեղծել եք 21 թվականին ես այդ նպատակով չէի ստեղծել որ հելնեմ ինչ որ մի հատ ցույց անեմ հելնեմ ինչ որ մի բան ասեմ Նիկոլի դեմ sense Նիկոլին քֆրտեմ հայոյեմ on-line ու այդպես աջակցողներ ձեռք բերեմ ու ինչ որ sense իբր մի բան անեմ ինձ լավ տեղ դնեմ ինչ որ հեղափոխություն անեմ եւ այլն չէ այդպես մանկամիտ բաների ես նպատակ չեմ ունեցել Իմ նպատակը եղել է ամենասկզբից էլ ես հեռանկարային պլան։ Հիմա այդ ժամանակ 30 տարեկան էի, օրինակ 31-ի, ասենք նպատակ ունեմ պետք լինի ես 20 տարի կշարունակեմ աճեցնել, ասենք շարժումը կազմակերպությունը։ Իհարկե չի նշանակում որ անպայման 20 տարի է պետք է կապ չունի։ Կարող է նա որ մարդ այդպեսի մտադրություն ունենա, ինչքան երկար պետքա առաջ տանել։ Մենք այդպես պետք է տրամադրվենք։ Այդպես որ տրամադրվենք, նոր կկարողանանք իրոք իսկապես ազգային հեղափոխություն առաջացնել։ Ով որ մտածում է որ մի բան անի, ասենց արագ ազգային հեղափոխություն անի, ինչ որ մի մեծ գործողություն անի, ով որ տենց իմպուլսիվ է մտածում, ոչ մի բան չի անում այդ մարդը։ Իսկ ով որ մտածում է որ ինչքան պետք լինի, ինչքան երկար պետք լինի, կպայքարի, կաշխատի այդ ուղղությամբ, կանի, որովհետև դա իր մեջից է այդ ամեն ինչը, գաղափարն իր մեջը կա, ինք ուրիշ բան չի կարող անի։ Ես ես ուրիշ բան չեմ կարող անեմ։ Նույնիսկ եթե 0.1% հավանականություն կա, որ մեր պայքարը կարա հաղթանակած դուրս գա, մենք պետք է այդ քայլի դիմենք։ Մենք ասելով, մենք անդամներով, մենք հայ ազգայնականներով պետք է այդ քայլին դիմենք։ Նույնիսկ եթե այդ 1% կամ 0.1% հավանականությունը կա, մենք պետք է այդ քայլին դիմենք, որովհետև չենք կարող անենք։ Որովհետև արդեն պետությունը ամբողջ գոյությունն է դրած զոհասեղանին։ Այն անգամ Արցախն էր, հիմա մեր ամբողջ պետությունն է, մեր ամբողջ հայրենիքն է։ Այնպես որ ինչ պետք է անենք, նստենք հանդիսատեսի պես, տեսնենք թե ոնց են Հայաստանը ոչնչացնում, ինչպես Արցախը արեցին։ Տեսնենք ոնց է մեր աչքի առաջ Հայաստանը արժանանալու Արցախի ճակատագրին, թե մի բան անելու ենք։ Հիմա մարդիկ ասեն, դե մենակ խոսում ես ու գործ արա բան, կարծես թե ասենք մյուս հեղափոխական շարժումները պատմության մեջ չեն խոսացել օրինակ։ Որ մի շարժումն ա եղել, որ մի պատմության մեջ ինչ հեղափոխական շարժում կա, որ ճարեր չի հասել կամ ելույթներ չեն ունեցել կամ եւ այլն։ Ասենք նույնիսկ մեր ազատամարտիկները ինչքան էլ պատրաստ լինեին, իրանք չեն կարող, չէ, հեղափոխություն անեին։ Ասենք 80-ականներին չեն կարող Արցախը ազատագրեին։ Ճիշտ բան պետք է անել, ճիշտ բան գործի ազատագրեցին, հիմա մեզ է սպասում։ Հաջորդը մեր հերթն է։ Հիմա մենք շարունակենք մեր ազատամարտիկների գործը։ Դե ուղղակի վախկոտ սրիկայի պես պետք է ուղղակի sense բողոքենք, ոչ մի բան չանենք, մեծ խոսանք, ու հետո այդ պահը գա, ճգնաժամը գա, անգլուխ հավի պես վազենք այս կողմ այն կողմ, մտածենք ինչ անենք, թե պատրաստ լինենք դրան։ Այն ժամանակ երբ բոլորը խուճապի են մատնվելու, բոլորը խառնվելու են իրար, մենք հասկանանք արդեն ինչ պետք է անենք, ոնց պետք է անենք։ Այս բաները մենք պետք է հասկանանք ու ես տեսնում եմ որ ոչ մեկ էս
բաները չի տենց քարոզում հետևողականորեն այսպեսի մոտեցում, այսպեսի գաղափարները, բայց ես տեսնում եմ, որ էսա միակ ճանապարհը։ Եթե իսկապես ուզում ենք փրկել մեր պետությունը, մեր հայրենիքը, էսա։ Դրա համար պետք է մեր էգոները մի կողմ դնենք, մեծ խոսալը մենք մի կողմ դնենք, լուրջ տրամադրվենք, կազմակերպվենք ու հետևողական աշխատանքով առաջ գնանք, ուրիշ ձև չկա։ Ու ուզում եմ ասել նաև, քանի որ արտաքին բաներից ենք խոսում, ուզում եմ նաև բերել ավստրալիացիների օրինակը, դա նաև դրա մասին հոդված ես գրեցի, կա հոդվածը որն է, մի կարճ գրառում էր էլի, որ ինչ կատարվեց Ավստրալիայում, այնտեղ ազգայնականները գլուխ էին բարձրացնում, աղագին աճում էր, բայց նորից ասեմ, նրանց կազմակերպությունը ինչ որ մի տարվա կազմակերպություն չէր, իրանք 16 թվին էին հիմնադրվել։ Անունը իհարկե հետո փոխեցին, բան ինչ որ երկու խումբ էր միացել էին 16 թվին, հետո անունը փոխեցին եւ այլն, բայց ամեն դեպքում սկիզբը 16 թվին էր, որքան հիշում եմ, ու սկսեցին աճել այս վերջին մի քանի տարում, որովհետեւ Ավստրալիայում շատ է վատթարացել վիճակը։ Այնտեղ ներգաղթյալները, հնդիկ, սև, չգիտեմ, տնտեսությունն է վատթարացել, ահավոր վիճակ է այնտեղ, ինչպես նաև Եվրոպայում, ինչպես նաև արդեն ամբողջ աշխարհում, որով գնալով ամեն ինչ սնկանում է։ Այս ամբողջ ջհուդական աշխարհակարգը փթում է արդեն ներսից, այս կեղծ աշխարհակարգը, որ ստեղծվել է երկրորդ աշխարհամարտից հետո, քանդվելու է։ Ինքը չի կարող, ամբողջությամբ ստերի վրա է կառուցված, ու դա վաղ թե ուշ ինքն իր ծանուցան տակ կործանվի, ու մենք դրա ասենք ականատեսն ենք լինելու։ Ինչևէ, Ավստրալիայում դրա համար գլուխ էին բարձրացնում, անդամները շատանում էին։ Մի տեսակ ավստրալիացիների մոտ նկատել եմ, էլի, իրանք ավելի sense ազատ ժողովուրդ են, համ էլ Եվրոպայում sense ակտիվիզմը ավելի խրախուսված է, որ Հայաստանի պես չի։ Այստեղ Հայաստանը բոլորը վախեցած են։ Ես այն նկատել եմ, ոնց որ սովետ չի, բայց ոնց որ էլի է սովետական բանը մնացել է, այդ մոմենտումը, այդ թափը ոնց որ սովետելը մնացել է։ Այդեք մարդիկ դրա համար sense ոնց որ վախենում են, դուրս են ինչ որ մի բան ներկայացնեն, իրենցից ինչ որ մի բան ներկայացնեն, մի գաղափար ներկայացնեն, դրանց ոնց որ վախենում են, խուսափում են։ Այդ սովետական այդ բանը ճնշել է մարդկանց հոգեբանությունը, մարդկանց ու այդ նույն բանը շարունակում է մինչև այսօր։ Որի նկատ դրա համար եմ ես դժվար անում մարդկանց, ասենք, ակտիվ ներգրավել, որովհետև մարդկանց մեջ այդ վախը կա։ Շատերը կան, որ աջակցում են, շատերը կան, որ համակրում են, կամ անտարբեր են, իրենց գործերով են, բայց վախենում են, ասենք, մեր հետ ինչ որ նկարվեն, մեր հետ ինչ որ Երևան, մեր հետ գան ինչ որ հավաքի, մեր հետ գան ժողովի, որովհետև այդ բավոր գործի տեղը իմանան, բավոր դպրոցը իմանա, բան, ես ասենց ծայրահեղականների հետ, այսպես ասած, ծայրահեղականների հետ կապ ունեմ, բա ինչ են կարծելու, ինչ են անելու, գործից կարող է հեռացնեն, աշխատանքից կհեռացնեն, եւ այլն եւ այլն։ Ոնց որ այդ վախը կա, հատկապես որ տարածքով փոքր երկիր ենք, փոքրաթիվ ազգ ենք, շատ իրար ճանաչում են, ու շատ անգամ դա եղել է պատճառը, անունը պետք չի տամ, բայց մեկը կար, որ իր հորը կանչել էին, իր տղեն 10 տարեկան անդամ էր, իր հորը կանչել էին, ասում են այդ տղեն այդ ֆաշիստների հետ կապ ունի։ Ոնց էին իմացել, չգիտեմ։ Ու իր այդ մեր անդամի հորը կանչել էին։ Պատկերացրեք դա, ինչ բան է։ Դրա համար էսա վիճակը։ Բայց ինչևէ, Ավստրալիայում, այդ Եվրոպայում ակտիվիզմը ավելի խրախուսված է, ավելի ակտիվ են մարդիկ, աճում էր այդտեղ շարժումը, արդեն կուսակցություն էին դառնալու, մտնելու էին իրենց ազգային ժողով, չգիտեմ ինչա կոչվում իրենց ազգային ժողովը, բայց իրենց պարլամենտը ու վերջը, ուզում էին լրիվ օրինական, իդեպ իրենք լրիվ օրինական էին, ոչ մի բռնության կոչեր, ոչ մի բռնություն չէին անում, նույնիսկ այդ արիական ողջույնը չէին անում, լրիվ օրենքներով խաղում էին, լրիվ իրանց սիստեմի օրենքներով խաղում էին խաղը, ուզում էին ամեն ինչ օրինական անել, ու անում էին։ Այս տեսան, որ արդեն կուսակցություն են դառնալու, մտնելու են պարլամենտ, մեր սպիտակավորեցին որպես ահաբեկչական ատելության կազմակերպություն։ Ու հիմա չկա, իրանք արդեն իրանք լուծարեցին իրենց կազմակերպությունը նախքան այդ օրենքի անցկացումը, որպեսզի չձերբակալվեն, չդատվեն, հիմա չկան։ Հիմա նույն բանը մեզ կարա լինի այստեղ։ Հիմա այս պայն
այդ քաղաքական ծայրամասում եմ մենք որպես ասենք կազմակերպություն միայն ազգի փոքրամասնությունը մեր մասին գիտակից մասան իհարկե մեզ պետք է չի այս բանը բոլորը իմանան նախ այդ իրատեսականը չի որովհետև մենք գիտենք մեծամասնությունը իրականում չի հետաքրքրվում այս բաների մասին մինչև ցավը չի հասնում իրենց ստամոքսը դրա համար մենք կընտրոնանում ենք ազգի 5%-ի վրա մեր նպատակն է մեր ուղերձը հասանելի դարձնել ազգի 5%-ին ու այդ 5%-ի զալի խմբը նշուր դա է մեր նպատակը ու դա իրատես մոտեցում է ես երբեք չեմ ասել մենք ուզում ենք այս բանին ամբողջ ազգին համախմբենք չէ դա սուտ է դրա ռեսուրսը նախ չունեմ ու իմաստը չկա այս բանին դա կլինի ինքն իրան երբ որ արդեն ճգնաժամը գա մարդիկ ստիպված լինեն արդեն կողմ ընտրեն մեկին ժամանակ պետք է արդեն ընտրեն այդ չեն կարող ջայլամի պես ապրեն անտարբեր լինեն պետք է արդեն որոշում կայացնեն բայց մինչ այդ մենք էտա փոքրամասնության վրա ենք աշխատելու ասածս այնա որ եթե այս բանը եթե մենք միանգամից աճենք որպես կազմակերպություն մեզ էլ այստեղ ինչ-որ մի բան կանեին կրեմլից հրահանգներ կգար իհարկե օրինակ եմ ասում, չգիտեմ, մի 50 հոգով մի հատ քայլեր թանենք։ Մենք համազգեստը, դե տեսել եք մեր համազգեստը, մոխրագույն համազգեստը բանը։ Օրինակ հրապարակել, որ մենք 50 հոգով տղերքով հանրահավաք ենք անելու օպերայում մի շաբաթ շուտ հրապարակել, որ մենք հանրահավաք ենք անելու ու ճառ ենք ասելու, հանրահավաք ենք անելու, ընդամենը 1-2 ժամ օրինակ մի բան, չէ՞։ ու այդ համազգեստներով տղերքով հավաքենք, այդ նույնիսկ եթե այս այդ հրապարակե այդ լուրը ես հրապարակելուց հետո միանգամից Կրեմլը վայնասուն կբարձրացներ։ Ու Հայաստանում ռևանշիստներ, ֆաշիստներ, ուլտրանացիոնալիստներ ոտքի են հելնում, պետությունը ոչ մի բան չի անում, այսի խաղաղության օրակարգի խախտում է, բլա 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 բլա, ինչ ասես կասեն։ Այդ դրանից հետո արդեն ինձ թվում է բոլորիդ պարզ է թե ինչ կկատարվի։ Դրանից հետո այդ օրը որ գա ես ասենք ուզենամ նույնիսկ գնամ մասնակցեմ այդ հավաքին կգան ինձ կբռնեն մի օր օրինակ կնստեցնեն հետո կբաց կթողեն դա առաջին բանը մի խոսքով սա է բանը սա է ամբողջ խնդիրը որ Կրեմլից կախված է ամեն ինչ շատ բան այնտեղ զանգերը տալիս են զանգերը հասնում դրա համար երբ որ Կրեմլը այդ խոճապի մեջ մատնվի դա մեր շանսը կլինի որ մենք այդ ազատվենք իսկապես կարողանանք նորմալ ուժեր կան իշխանության ոչ թե սրանց մակլավիկները, խամաճիկները։ Բայց մենք նորից ասում ենք պետք է պատրաստ լինենք դրան։ Ոստեղ լիքը քաղաքական որբեր են լինելու, երբ Կրեմլը այդ ճգնաժամի առաջ կանգնի։ Ոս անգամ ավելի մեծ ճգնաժամի առաջ կանգնի, շատ անգամ ավելի մեծ ճգնաժամի առաջ կանգնելու, քան սովետի փլուզման ժամանակ։ Որովհետև այն ժամանակ ասենք 15 հանրապետություններ առաջացավ, իսկ հիմա քանի մարզեր կա, քանի մարզից է բաղկացած Ռուսաստան։ Սա մի այլ թեմա է, սա մասին արժի խոսենք, բայց այնտեղ արդեն շատ փոքրամասնություններ խոսում են ռուսական Մոսկվայի այդ պտույտից փոխվելու մասին, որովհետև քանի իրաց տղաները զոհվել են ուկրաինական պատերազմում, ինչպես 30 տարի առաջ լիքը թալիշցիներ Լևի ռեժիմին, որովհետև իրանք գիտեն, շատ լավ գիտեն, որ հայի զենքով են սպանվել իրենց որդիները, բայց Ալիևի ռեժիմին են մեղադրում, որովհետև ուղարկում են Արցախ սպանդի։ Ինչի համար։ Դրանք է բողոքում են, նույնիսկ այն մարդիկ, ովքեր որոնց տղաները զոհվել էր հայի ձեռքով, համագործակցում են հայ հետ ընդդեմ Ալիևի ռեժիմի։ Այդքան գիտակցություն ունեն այդ լեզգիները, թալիշցիները։ Նույն բանը հիմա ասենք իհարկե այդ աստիճանի բան չի, որովհետև այնտեղ ավելի Պուտինը լավ վերահսկում է, այս բան դեռ վիճակը, բայց այնտեղ արդեն այդ մտքերը կան, որ փոխվեն առանձնանան Մոսկվայից, որ Մոսկվայի էլիտայի երեխաները չեն գնում Ուկրաինա զոհվում, նրանց երեխաներն են գնում։ Այնտեղ դա առաջացնել է, դա արդեն սկսել է, ինձ թվում է, սեպարատիստների անջատողականների շարժումը արդեն սկսել է։ Բայց դա Ուկրաինայում կներեք, ինչ որ եղավ Ավստրալիայում, այդ տղերքին հիմա կազմակերպությունը հիմա չկա։ Ցնդեց։
Ինչա թե հենց օրենքներով ես իրենց օրենքներով ես սկսում խաղալ ու սկսում ես հաջողություն ունենալ, իրենց ստեղծած օրենքները կիրառում ես իրանց դեմ, ոպ, մեկ էլ փոխում են։ Ոնց է դու, չգիտեմ, մեկը քեզ կանչում է ինչ որ ֆուտբոլ խաղալ, բայց օրենքները արդեն իր ուզած օրենքներով, իր ուզած դաշտը, բանը եւ հենց սկսում ես դու հաղթել իրան այդ խաղում, այդ ֆուտբոլում, մեկը ասում է, չէ, լավ, այս բանը փոխում ենք, ստորբեքը, սյուները փոխում ենք այստեղ կամ դաշտը տեղափոխում ենք, այստեղ արդեն խաղ, չէ։ Այսօր նույն բանը է սա, ինձ հաջողություն ես հասնում, օրենքները փոխում են ի վնաս քեզ։ Էսա դրա համար այս բանը, որ հիմա մենք այս վիճակում ենք, որ էլ մարգինալ ենք, ասի գուցե օգուտ ամես, որովհետև լիքը ներքին կազմակերպչական գործեր ունենք անելու։ Ու ես դրամով ովքեր հիմա լսում են սա, եթե հատկապես եթե երիտասարդ եք, այ եք, տղամարդ եք ու մտահոգված եք, ու ուզում եք մի բան անեք, չգիտեք ինչ, փորձում եմ այդ ճանապարհը ցույց տամ, փորձում եմ այդ հարթակը ստեղծեմ նման մարդկանց համար, որպեսզի իրան կարողանան չէ մի բանին միանան, որ իմանան պատմության գործընթացին մասնակցում են դրական ձևով։ Դա է ամբողջ նպատակը, որ ես այս հարթակը չէի տեսել։ Եկա Հայաստան ուզում եմ միանալ, չէի տեսել, դրա համար զրոյի ստեղծեցի, սրա մասին ես խոսել եմ նախորդ ուղիղ եթերում։ Տիգրան ջան, լսում ես դու։ Քանի հոգի կա լսում է, ասա մի վարքյան։ Տիգրան ջան։ Լսում է։ Աչմանում։ Ինչի՞ց է։ Երևի այսօր կապը, չգիտեմ, երևի։ Իմ ձայնը լսվում է։ Հա, քոնը լսում է, իմը լսում է։ Հա, լսվում է, հա, լսում եմ։ Այ ջան, հա։ Լավ է լսվում։ Լավ։ Հա։ Հա, լավ է։ Մի քիչ մեկ-մեկ ինքը կապը կտրտելով է գալիս, հետո հետևից բառեր արագացած, բայց դա լսվում է։ Հա, դա դե նորմալ է, դե չեմ կարող դրա մասին բան անեմ։ Հա, մեկ էլ լավ, ուղղակի այստեղ մեկը կար մեր աջակիցներից մեկը հարցեր էր տվել մի քանի հատ ուղարկել էր, ասում էր արժի երևի պատասխանեմ, եթե դուք հարցեր չունեք, արժի սրանք պատասխանեմ, հետո ամփոփենք երևի։ Հարցեր չկան։ Լավ, ես մատ ինչ ասում, ինչ խորհուրդ կտաք մեզ շարքային անդամներիս, որպեսզի երևի նկատի ունի նաև աջակիցները մեր մասնակցությունը ավելի օգտակար լինի շարժման համար։ Դե ես ասել եմ, որ մենք պետք է մեր նախ ասենք ռեսուրսներից բացի, մենք ինչքան ունենք մեր հնարավորության սահմաններում նաև մեր հմտությունները շատ այս պահին մենք անդամներով փորձում ենք մեր գաղափարները ավելի հղկենք, մենք փորձում ենք նաև ավելի կատարելագործենք մեր ուղերձը հասնելու ձևը։ Հիմա փորձում եմ ես օրինակ անձամբ մյուս անդամներին երիտասարդներին այնց անեմ, որ իրանք էլ կարողանան, ասենք, ելույթներ ունենան, ճարեր ասեն, կարողանան գաղափարները ճիշտ քարոզեն, ճիշտ մատուցեն, նույն հարցերին չէ, տարբեր հարցերին նույն ձևով պատասխանեն, որպեսզի մենք մի մարմին լինենք, որպեսզի այդպես մենք համախմբում առաջացնենք։ Մենոնք շատ են չէ՞ սիրում, միացում, համախմբում, մենք պետք է համախմբվենք, դատարկ։ Այս 30 տարի է այդ են ասում, մենակ ոչ մի բան չեն անում։ Զարմանալի է, չէ՞։ Ասենք, քանի անգամ եք դուք դա լսել, մենք պետք է համախմբվենք, այս ի՞նչ է նշանակում։ Այդ ի՞նչ է նշանակում։ Դա ասում են, հետո ասենք մեկը մի կառույց է ստեղծում, որ նպատակն է այդ համախմբումը նշի ամեն մեկը sense գալու է sense միանա, չէ՞, համախմբումը նախ ազգի լավագույն հատվածին դու պետք է կարողանաս համախմբես գիտակից, ասենք մտավորական իրաց ներգրավես, ազգային ականներին ներգրավես, դրանից հետո մյուս շերտերը գա ինքն իրան ստացվում են դոմինոյի պես գնում է, այտենց է լինում։ Մենակ խոսան դատարկ համախմբում, կարծես թե sense մեկը գալու է բոլորը sense հավանելու են, վայ, այս ինչ լավն է, համախմբենք այս մարդուշը, չէ, տես չի, ոչ մի տես չի լինում, առանց պայքարի, նույնիսկ
Հիսուս Քրիստոսը գար չէր կարա այս պահին sense միանգամից համախմբել մեր ժողովրդին։ Ով որ ինչ ուզում անի, ցանկացած առաջնորդ, ասես ուզում էր ժողովրդին համախմբի մի նպատակի, մի շարժման շուրջ, պետք է անցնի դժվարությունների միջոցով, պետք է ծաղրանքների, կասկածանքների, հիասթափությունների, գնա գալիս եմ, ամեն տեսակ դժվարություն պետք է պատրաստ լինի իսկապես իր նպատակն ազգին համախմբել։ Օթից չի գալու այդ համախմբումը։ Ես ուզում եմ մարդիկ հասկանան։ Ես նորից ինչ որ ես ասում եմ, ես ինչ որ ֆանտաստիկ բան չեմ ասում, ես պարզ պատմական բաներ ուսումնասիրեք այն շարժումները, որոնք ինչ որ համախմբում են առաջացրել, նես չի որ sense ընդունված են եղել սկզբից։ Նույնիսկ նժդը էսքի ընդունված չի եղել այն ժամանակ։ Հիմա մարդիկ նժդե բոլորը նժդեական են դարձել։ Իրականում իհարկե դա սրա մասին խոսել եմ նախորդ ճառում։ Դա իհարկե մեծ մասը կեղծիկ է, սուտ է 90% իրականում բոլշևիկներ են ազգային մորթիով բան, ոչ մեկը նժդեի հետ ընդհանրապես կապ չունեն։ Ինչ 90%, 95% եթե ոչ ավել։ Ընդհանրապես դիմակ են հագնում, նժդեի դիմակն են հագում, բայց իրականում իրանք բոլշևիկ են, նեոբոլշևիկ են, ոչ մի կապ չունեն։ Դրա համար այս վիճակում ենք։ Եթե իսկապես այդքան նժդեական լիներ մեր երկրում, հարց եմ տալիս դες, դու կարծում եք այս օրի մենք վիճակում ենք լինենք, եթե այդքան նժդեական կա։ Բայց ոնց է այսքան արտագաղթություն շարունակվում, ոնց է այս երկիրը, ոնց է այս սրիկաներ իշխում են։ Ամբողջ մեր քաղաքական դաշտը վերից վար լի է դավաճաներով, սրիկաներով, խափեբաներով, չեմ ասում նաև եկեղեցին, չեմ ասում գեներալիտետը եւ այլն, ամբողջ բանը, համակարգը աղտոտված է։ Բայց այդ ուրա բա, այդքան նժդեական լիներ այս վիճակում կլինենք։ Այս այդքան նժդեական լիներ մեր երկրում, մենք հիմա ծովիստով Հայաստան նորից կունենայինք, ինչի մասին է խոսքը։ Այնպես որ ասածս ինչ էր։ Մենք պետք է մի մարմինի պես աշխատենք, այդ որ այդ համախմբումը ասենք լինի, հիմա թեկուզ այս Հայաստանում չկա տես բան, դուք որտեղ եք տեսել, չգիտեմ, 10-15 հոգի նվիրված, որ ոչ մի առանց հովանավորի, օրինակ գաղափարով նույն կերպ մտածում, նույն կերպ առաջ գնում, հավատարիմ ինչ որ մի գաղափարին, իսկապես հավատում նաև այդ ամեն ինչին եւ այլն, չկա տես բան, չէ, Հայաստանում absurd բան։ Դե ման ուզում, ակամից մեջ շարժում են ուզում տեսնեն միանա, չէ, փոքրիկ չեն ուզում սկսեն։ Էդա, ակամից парքն են ուզում առանց աշխատանքի, առանց պայքարի։ Այս բանը դա ով որ ուզում է նպաստի օգուտ շարժմանը հմտություն ձեռք բերեն, թե վիդեո բաննա մոնտաժ անելնա, թե գրաֆիկ դիզայն լինելնա, նաև աշխատել հռետորության վրա, աշխատել այսպես ագիտացիա երևի անել, էլի ագիտացիան չգիտեմ, բացասական գուցե երանգ ունի, բայց փորձեն մյուսների ներգրավել, մյուսներին քարոզել մեր մասին։ Այսպեսի այդ մենք փուլում ենք։ Այդ մենք հիմա այս փուլում ենք, որ պետք է մեր գաղափարը ավելի հստակեցնենք, մեր քարոշությունը ավելի շատացնենք, տարածենք եւ այլն, մենք հիմա այդ пассив փուլում ենք, բայց դա պիտի ճիշտ օգտագործենք։ Չի նշանակում հիմա նստենք մեր ձեռքերի վրա, ոչ մի բան չանենք։ Ոնց կինոներ, չէ՞, կինո որ նայում ես, նա չի ամբողջ կինոն, ամբողջ ֆիլմը իր կրակոցա, չէ՞, մի բան լինում է հանդարտ է, խոսում են, խոսակցությունն է, զրույց է, հետո կռիվ է լինում, հետո էլի sense զրույց է, չգիտեմ, ընկերու հետ է եւ այլն ննջասենյակում են, հետո էլի հաջորդ սցենարը մեկ էլի կռիվ է, նույնը հիմա կյանքն է, հիմա կռիվներ, բաններ, հիմա այդ հանդարտ փուլն է, մտքերը հավաքենք, գաղափարները, ռեսուրսները հավաքենք, մեր նմանները համախմբեն, պատրաստ լինեն ամեն այդ է։ Ուրիշ բան ինչ պետք է անենք այս բանին։ Ինչ էլ ուզում ես արա։ Ուզում ես Ռամբոն եղի։ Եթե որ այդ իրավիճակը չի ստեղծվել դրա, ինչ պետք է անես։ Ոչ բան չես կարող անել։ Ապա պետք չի ինչ ինքնահաստատվելու համար sense փորձես արհեստական ինչ որ մի բան անես, որ ցույց տաս դու ավելի ուժեղ ես, որովհետեւ դու մի բան անում ես, դրանք մենակ խոսում են։ Ես չեմ խոսում, բայց բառը ոչ մի բան չի անում։ Լավ, ընդունեցինք, մենք ոչ մի բան չենք անում, մենք միայն խոսում ենք։ Լավ, մենք միայն խոսում ենք, լավ, օքեյ։ Բայց դու այդ մարդը, որ մեզ է մեղադրում, որ միայն խոսում, ինքը ինչ է անում։ Լավ, մենք գոնե խոսում ենք։ Համաձայն եմ։ Մենք միայն խոսում ենք այս պահին։ Բայց ինքը ինչ է անում։ Ինքը ինչ է անում։
Ես են գիտեմ, որ Մոսկվան ասենք ինձնից վախենում, որովհետև համաժողովը չեղարկեց։ Ես գիտեմ նաև մարդկանց գիտեմ, որ այնտեղ կանչել են իրանց, հարցել են, թե ինչ ճանաչում են, թե չէ, օրինակ եմ ասում։ Ասենք ես այդպես բաներ գիտեմ։ Հիմա ինձնից ասենք Կրեմլը ինչ որ մի վտանգ տեսնում է իրանց որովհետև իրանք հակահայկական օրակարգ ունեն, նպատակ ունեն, ու ես ինձ նման մարկանցից եմ վախենում։ Բայց այդ մարդը ինչ արել, որ մեզ քննադատում է, on-line գրում է, կոմենտներում կես հաշվով, fake հաշիվներով ծաղրում է, ասում է, մենակ խոսում ես։ Չգիտեմ իսկի որտեղ է ապրում, իսկի Հայաստանում երևի չի ապրում։ Ու հանդգնում է ինձ ասել, որ ես միայն խոսում եմ։ Միշտեր ասենք, ես եմ հայրենադարձել, ես եմ բանակում ծառայել, պատրաստին մասնակցել 0-ից շարժում հիմնադրել, փորձում առաջ տանել եւ այլն, հետո ինձ ասում, ես եմ լավ, ասենք դու ինքը ինչ արել։ Հա, մենք խոսում ենք։ Դու ես խոսա, լավ։ Դու տեսնում ոնց ես խոսում։ Նշի խոսել այդ հեշտ չի։ Հա, ամեն մեկը կարա մի հատ լայվ մտնի, հայոյի անկապ ինչ որ մի բան ասի, այդ պահի տակ կարողա, չգիտեմ, շատ հետևորդներից ինչ որ sense ձեռք բերի կամ լայքեր հավաքի։ Մենք դա չենք, ես շատ ուզում կարամ մտնեմ ուղիղ եթեր, հայոյելով խոսեմ ու լիքը լայքեր ստանամ, լիքը տարածվի, բայց իմ նպատակը դա չի։ Ես գաղափարական հիմք եմ ուզում ստեղծել, կորիզ եմ ուզում ստեղծել շարժման համար, դա կարևոր, որովհետև մենք դեռ սկզբնական փուլում ենք։ Առաջին 4 տարին է։ Այս տարվա վերջ արդեն 5 տարի է լինելու։ Դա դեռ առետել է իրականում առաջին մանկական փուլն է շարժման։ Դա նոր ենք հələ սկսում։ 5 տարին ի՞նչ է պատմության համար, մի աշկը թարթել։ Այնպես որ այդ մարդիկ որ խոսում են, տեսնում իրանք ոնց են խոսում, հա, խոսում են, թող ինքն խոսա։ Տեսնում մի բան ասում, մի հատ ճար պատրաստի, օրինակ։ Թող մի հատ հերարցակում պատրաստի խոսի, թող մի հատ հոդվածներ գրի, թող մի հատ կայքեջ բացի, թող մի հատ մի 6 ամիս թող անի այն ինչ որ ես եմ անում, տեսնում կարա անի։ Տեսնում ինչ է ասելու։ Այնպես որ այդպես պետք չի մեծ խոսել ու ուրիշներին քննադատել, որ իրանք իբր գործ չեն անում, միայն խոսում են, միշտ դու բան չես անում, էլի։ Պետք է մի քիչ գիտակցություն ունենա մարդ։ Պետք է հայլու մեջ նայի, տեսնի, ասենք լավ, ես իրավունք ունեմ այդ մարդուն քննադատում ու միայն խոսում եմ այդ ոչ մի բան։ Ցավոք սրտի մեր հայրենակիցների մեծ մասը չունեն այդ գիտակցությունը։ Լավ, մյուս հարցին։ Ինչպես է շարժումը պատրաստվում ամրապնդել վստահությունը հասարակության լայն շերտերի հետ։ Իհարկե մեզ համար շատ է դժվարացել վստահություն ձեռք բերել, ոչ միայն մեր առհասարակ, այս թվում է բոլոր, նույնիսկ այս հատկապես այս կուսակցությունները, որ բուծվում են ամեն օր, իրանք ոչ մի վստահություն չեն կարողանում ձեռք բերել, բնականաբար, որովհետև բոլորը նույնն են։ Մենք ի տարբերություն այդ կեղծ շարժումների, մենք հասկանում ենք, որ կարող ենք այդ վստահությունը ձեռք բերել միմիայն հետևողականությամբ, միմիայն մեր հաստատակամությամբ, միմիայն մեր նվիրատվությամբ, կներեք, նվիրվածությամբ, մեր հաստատակամությամբ եւ մեր հետևողական աշխատանքով։ Միայն այդպես մենք կարող ենք վստահությունը ձեռք բերել։ Վաստակել, մենք վաստակների վստահությունը նման ձևերով, նման արդար ձևերով, ուրիշ ձև չկա։ Մենք չենք կարող դրա համար ընդունում եմ, իմ շատ մարդիկ կան, կարող մտնեն, կծաղրեն կոմենտներում, ես բացը թողում եմ կոմենտները, ով ուզում մտնում գրում է, մարդիկ վիրավորում են, մարդիկ կան ծաղրում են, ես պատրաստ եմ այդ ամեն ինչի միջով անցնել, ու արդեն վաղուց անցնում եմ, արդեն իմունիտետ եմ ձեռք բերել նման բաների, դրա համար իմ վրա չի ազդում, վեջինը չի, բայց այդ է ճանապարհը։ Մենք պետք է մեր հետողական, պետք է ցույց տանք նաև, որ մենք իսկապես հավատում ենք մեր ասածներին, մեր գործը պետք է մեր խոսքի հետ բռնի եւ հակառակը։ Մարդիկ պետք է տեսնեն ինչ որ այսօր ասում ենք, նաև այն ժամանակ ենք ասում, ուղղակի հիմա ավելի կատարելագործված, քանի որ ավելի շատ բան ենք իմանում, ավելի հղկվել է մեր գաղափարները, ավելի կայացել ենք եւ այլն, բայց պետք է տեսնեն այդ շղթան։ Պետք է տեսնեն, որ մենք չէ, սրանք ուրեմն իսկապես հավատում են ինչ որ ասում են, խոսք չեն հանդիպում, չեն ստեղծել մի շարժում, որ այսօր կա վաղը չլինի, հետո հաջորդ օրը փոշյանա գնա, չէ, սրանք նույն բանն են, շարունակում են նույն բանը ասել, նույն բանը անել, թե
ու հիմա է ժամանակը, որ մենք այդ վստահությունը ձեռք բերենք, որովհետև քանի որ այս պահին բոլորը անտարբեր են, հիմա է ժամանակը, որ այս պահին շատերը կհուսահատվեն։ Այս պերիոդն է, այս փուլն է, որ ցույց է տալիս իրականում ով է հեղափոխականը, ով է ուղղակի դատարկ խոսացողը, որովհետև եթե մարդիկ ով է դատարկ խոսում է, տեսնեն այս շատերը կհիասթափվեն այս բանից, որովհետև կտեսնեն լավ, շատ դանդաղ աճ է, առաջընթաց մեծ առաջընթաց չկա, ժողովուրդը տանձին չի, դե ումա պետք ժանդամ չեմ զբաղվելու, անցնեմ իմ գործերով։ Չէ, բայց որ տեսնեն նույնիսկ այս տարիներին, որ մենք ասենք տարին մի անդամ ենք օրինակ ձեռք բերում կամ երկու անդամ ենք ձեռք, նույնիսկ մենք կարողանում ենք այս դժվար փուլի միջով անցնել ու շարունակել մեր գաղափարները քարոզել, դա վստահություն է առաջացնում։ Դա հեղինակություն ենք ձեռք բերում։ Այդտենց է շարժումը, ասենք դրական ազդեցություն թողում հասարակության վրա, այդպեսի ասենք դրական նաև տպավորություն է թողնում։ Իսկ նրանք, որոնք միայն խափելով, գցելով, եսի ինչ անելով, իրանք արժանանում են պարսավանքների, որը շատ արդար է։ Դրա համար էս նախկին ներկա էս աղբանոցը որ կա, բոլորը արժանացել են այդ պարսավանքների, այդ քննադատությունների, որովհետև նրանք ամբողջությամբ ստերի, կեղծիքների վրա են հիմնվել, ինչ ասել են, ստել են, ոչ մի իրանց ասած խոստումները չեն կատարել, հակառակն են արել եւ այլն։ Դրա համար իրանք ոչ մի վստահություն չունեն։ Ուղղակի վատը այն է, որ այդ ամեն ինչը անդրադարձել է բացասաբար մեզ։ Որ ասել են։ Հատկապես նրանք, ովքեր էլի այդպես ազգային մազգային բաներով են ներկայանում, բայց իրականում ամեն ինչ են բացի ազգայինից։ Մեզ համար դժվարացրել են գործը, բայց ամեն դեպքում մենք չենք կարա։ Ինչ է լինի, մենք չենք կարա։ Ասենք հուսահատվենք, ասենք դե շանս չկա, պետք չի ձև չկա եւ այլն։ Ոչ։ Մենք ճիշտը ասելու ենք, որովհետեւ գիտենք մեր ուղին միակ ճշմարիտ ուղին է, որովհետեւ ճիշտը միայն մեկը է լինում։ Դրա համար ենք այս ուղղությամբ ցած գնում, որովհետեւ գիտենք ուրիշ ուղի չկա։ Այս մի հատ ուրիշ հարցն է, ինչպես է գնահատում շարժման կադրային քաղաքականությունը եւ երիտասարդների ներգրավումը։ Ես ինձ թվում է արդեն պատասխանել եմ, որ այս պահին այդ դժվար փուլն է, դե մենք տարբեր ձևեր ունենք էլի, ուղղակի այս պահին այդ ֆինանսական ռեսուրսի պակասությունը մենք երբեք արդարացում չենք դարձնում, որ ոչինչ չանենք, ինչ որ կարողանում ենք անում ենք, ինչ որ այս բան չեն կարողանում նշում ենք, որ հետո երբ ունենանք նման ֆինանս դա անել, չգիտեմ, լավ ձև կլիներ երիտասարդների ներգրավել, եթե օրինակ մարզասրահ ունենանք, բացօթյա մարզասրահ, ճամբար, բան, որ միայն ազգայնական sense տղերքով հավաքվեինք, մարզվեինք, բան, ու նաև այդ դրա միջոցով ներգրավենք քաղաքականության մեջ, դա մեր նպատակներից մեկն է, հուսանք, չգիտեմ, ոնց կլինի, այս տարի թե մյուս տարի տենց ինչ որ մի լույս բացվի, բայց դա մեր ծրագրերից մեկն է։ Ինչ առաջնահերթություններ ունի շարժումը ներկայիս քաղաքական իրավիճակում, շատ կապված են իրար հետ էլի այս հարցերը։ Դե մենք ասացինք, այս պահին մենք այդ մեր կորիզը զարգացնելու փուլն է, մեր անդամները շատացնենք, թեկուզ ասենք հիմա 15 հոգի ենք օրինակ, դարձնենք 20-30 հոգի, եթե կարողանանք 20-30 հոգի մի կառույցի մեջ բոլորս ջահել երիտասարդ տղամարդ, նվիրյալ, հավատարիմ, գաղափարական, դա կարա ազգի ճակատագիրը ապագայում որոշի, ես կասկած չունեմ։ Որակը գերազանցելու է էլի քանակին, դա 100%։ Ամբողջ խնդիրն է, որ մեր քաղաքը դնում են քանակի վրա, չէ՞, դա ա եղել։ Քանի մարդականում փողոց հանի, ոնց որ կարծես թե դրանով է որոշում։ Դրանով է որոշում, ասենք, շարժման որակը կամ հզորությունը։ Ես կարամ այսքան մարդ հանեմ։ Ես կարայի հելնեի, ճիշտ պահին հելնեի, ասեի, Նիկոլին հանելու ենք ժողովուրդ, հեղափոխություն, Նիկոլին հանենք, տես կես խոստումներ տայի, հելնեի մարդկանց դուրս հանեի փողոց, ասենց մարդիկ էսենց ատելությամբ լցված հելնեն փողոց, մի քանի հատ սենց կարգախոսներ ասեմ,
կարճ ճարեր ասեմ եւ այլն ու հեսա անելու են Նիկոլին հեսա հանելու են հետո ոչ բան չլինի հետո գնանք տներով այ այտենց են ասենք հեղինակությունից զրկվում այտենց են էդի լավ օրինակը թե ինչպես անես որ վստահություն ձեռք չբերես ասած ասենա որ որակի վրա չեն կենտրոնացել այսքան ժամանակ ես չեմ տեսել ինչ-որ մի շարժում որակի վրա կենտրոնանում են քանը այսքան մարդ են կաշառում որ գա իրանց հավաքներին ինչա թե ցույց տան որ դրոնով նկարում են տեսեք այսքան մարդ է հավաքվել ասենք խնդալու է ուղղակի այսքան մանկամիտ են Հայաստանում այսքան մանկամիտ պարզունակ մտածելակերպ ունեն մարդիկ Հայաստանում քաղաքական դաշտում այստեղ դրա համար ասում մենք այո խելացի ազգ ենք մշակութային գիտության մեջ ցավոք սրտի դելա նվազել շատերը նյութապաշտ են դարձել մենք փողի մասին են մտածում դա մի ուրիշ թեմա է դի մյուս անգամ կխոսեմ նյութապաշտության մասին հատկապես քաղաքականության մեջ շիրի շակից ներքև մի մակարդակ աբորիգեն մի մակարդակ է այստեղ որ դրա համար ոչ մի զարգացում չի ապրել դրա համար 30 տարի է մի ազգայնական բան չկար Հայաստանում 91 թվականից մինչև հոսանքի ստեղծումը 21 թվականին ոչ մի ազգայնական բան չկար absurd է չափսուներ ու չեմ ասում նորից ասում ինչ որ մի մեծ բան չէ թեկուզ մի 20 հոգի այ չէ 20-ը շատ 10 հոգի մի հատ խմբավորում ուղղակի հետևողական մի հատ չգիտեմ ամսագիր ունենային տարին մի 3 անգամ հրապարակեն մի հատ օֆիս ունենային այդքան բան եմ ասում դա չկար իսկի պատկերացնում եք ինչ վիճակում եք ու այդ մարդիկ հանդգնում են ինձ ասեն որ ես ոչ մի չեմ ուղղակի խնդալու է ես դրա համար խնդում եմ ծիծաղում եմ տես բաների վրա որովհետև այնքան ցածր գիտակցություն ունեն չեն հասկանում թե ինչ են ասում Դա ուրիշ բան է լավ է ինչ դեր եք տեսնում սովորական անդամի համար շարժման ներսում ինչ հավաքաշու լավ է շատ բաներ եթե կրկնվում կարամ արդեն մյուս բանին պատասխանեմ ոնց որ նույն տեսակ հարցեր որ լավ չեմ վատ հարցեր չեն լավ հարցեր են ուղղակի իրար հետ ոնց որ կապ ունեն դա պետք չէ չեմ ուզում անընդհատ նույն բանը կրկնեմ կարող եմ մյուս անգամ ասել որ եթե մեկը սանես ուղի եթերը չի լսեմ մյուսը կլսի այս բայց մեկը ոնց որ հետաքրքիր ինչ դեր եք տալիս Սփյուռքին շարժման արտաքին կապերի եւ ազդեցության ընդլայնման գործում շատ մեր անդամները աջակցողները դրսում են ցավալի է որովհետեւ լավ կլիներ ստեղ լինեին բայց իրանք շատերը ավելի շատ սփյուռքայիններ երևի հասկանում են մեր պայքարի իմաստը որովհետեւ տեսնում են Եվրոպայում այդ ազգայնական շարժումներին տեսնում են Ամերիկայում Ավստրալիայում եւ այլն տարիական ասենք շարժումներին ու զարմանում են երևի իրանք են զարմանում Հայաստանում չկա իսկ հիմա տեսնում են որ Հայաստանում կա ու դրա համար հասկանում են որ ներուժը մեր մեջ տեսնում են ու դրա համար շատերը անդամագրվել են ու խոսքը նոր սերնդի մասին է 20 տարեկան եւ այլն ուղղակի ցավոք սրտի դժվար է իրանց շատ ներգրավել որը ֆիզիկապես այստեղ չէ բայց որ դասում կամ պետք է նկական հմտությամբ օգնի նորից ասեմ այդ վիդեո մոնտաժով բանով քարոշություն տարածելով արցանց եւ այլն կամ գումարով կամ երկուսն էլ որ տենց էլ կա սպայն էլի բայց թեկուզ եթե ամեն մի ազգային հայրենասեր մի 1000 մեզ ընդհանրապես պետք է 1000 հայրենասեր տղամարդ լավ տղամարդ չի տղամարդ 1000 հայրենասեր մարդ Սփյուռքում ընդհանրապես ամեն մեկը $10 նվիրատվություն անի մարդիկ խոսում են ֆինանսա պետք է էսա 1000 հոգի $10 ուղարկի $10,000 ամիսը կամ 100 հոգի $100 օրինակ եմ ասում այդքան բան է մեզ պետք $10,000 մենք այստեղ ամեն ինչ կարանք անենք մենք կարանք մի ամբողջ թիմ ես կարամ մի ամբողջ թիմ ասենք ֆինանսավորեմ աշխատեցնեմ full time հասկանում եք դա ինչ է այդ ինչ ուժ է բայց հիմա նույնիսկ ասեմ գուցե մաստես վիճակում եմ ամեն շեմ օգնում ոնց է դա մի խոսքով արդեն մի ժամ եղավ շնորհակալություն ով որ լսում էր սա արտաքին բանը նորից խառնեցինք իրար բայց չի լինում միշտ առանձին ինչ որ բանի մասին խոսել
Բայց սենց ավելի հետաքրքիր է էլի ինձ թվում է ուրիշներին կհետաքրքրի, բայց էտա մեր արտաքին այդ դաշնակիցները իրանց մոտ էլ այդ տարբեր մեծ փոփոխություններ են առաջանում, էլի Եվրոպայում մի քիչ ներքին խնդիրներ կան, հիմա Իրանում, մեր մոտ էլ է այդ ալիքը շուտով գալու, այդ ճգնաժամը առիթ է ստեղծելու, որ ոչ միայն մենք այստեղ ազգովի համախմբենք, մեր նմանները հայ ազգայնականները միանան, այլև արիացի ազգայնականները դրանց դաշինքներ ստեղծեն, դաշինք ստեղծեն, երբ որ այս աշխարհակարգը քանդվի իսկ ստերի տակ։ Ու ես այդպիսի տեսլական ունեմ, ու ես այդպիսի տեսլական ունեմ, որ Հայաստանը կդառնա այդ ապագա դաշինքի ոնց որ կենտրոնը, ու ոչ միայն կենտրոնը, այլև առաջնորդող ուժը։ Ես այդպիսի տեսլական ունեմ Հայաստանի համար, որովհետև վստահ եմ, դա մեր ճակատագիրն է, քանի որ Հայաստանը որպես արիների բնորան ամեն ինչ գալիս է իր շրջանս յուր։ Անցյալ դարում այդ արիական բաները չհասավ իր նպատակին, բայց այս անգամ կհասնի, որովհետև այս անգամ հայկական լեռնաշխարհից առաջանալու այդ ամեն ինչը։ Այդպիսի բաներ պետք է ունենա շարժումը, ինձ թվում է, չի կարա միայն ինչ որ դատարկ, ինչ որ օրենքների շուրջ լինի։ Պետք է այդ հեռահար նպատակներ, տեսլական, այս բանի թեկուզ ֆանտաստիկ թվացող, ցանկացած աշխարհ փոխող շարժում այդպես է եղել։ Ոչ մեկը ինչ որ sense խղճուկ-մղճուկ հայացքներով շարժում չի եղել։ Ինչ շարժումը եղել է, որ աշխարհը փոխել, միշտ էլ այտենց մեծ պատկերներ, մեծ տեսլականներ ունեցել է։ Ու մենք դրա համար չենք ամաչում, չենք խուսափում այդ նման տեսլականներ ունենալուց։ Մենք գիտենք, որ այս նվաստացած վիճակից կարող ենք դուրս գալ, ոչ միայն կարող ենք դուրս գալ, այլև մենք կարող ենք այնպիսի հաղթանակներ ձեռք բերել, որ պատմությունը չի էլ տեսել։ Ընդհանրապես այս բանը, չգիտեմ, արդյոք sense Ադրբեջանի մի մեծ բոբո են դարձել, sense վախենում են Ալիևի բանը մի հատ բռունցքը տեսնում են, sense վախենում են, զարմանալի է, էլի 10 տարի առաջ ծաղրում էինք, հիմա վախեցած են։ Ու sense Ադրբեջանն ինքը իրան մեծ ազգ է համարում, ինքը արդեն իրան ուզում է գերտերություն չէ, բայց ռեգիոնալ տերություն իրան դարձնի, իր գերակայությունը հաստատի, մենք էլ sense վախեցած, էսի մեզ խելոք պահենք, թե չէ Ադրբեջանը պատերազմելու է։ Ասենք այդ վիճակի են մեզ հասցրել։ Այս դավաճանները, սրիկաները, օքեյ, մեր պետությունը 30 տարի ղեկավարել են, 35 տարի ղեկավարել են, այսօրի են հասցրել, որ մեզ որ մենք վախենանք Ալիևի նման տականքից, Բաքվի բռնապետի նման տականքից վախենանք։ Փոխանակ ասենք ինքը մեզնից վախենա։ Մենք գիտենք, որ ընդհանրապես ճիշտ պայմաններում աշխարհը որ այդ խառը վիճակում լինի, ճիշտ պայմաններում մենք կարողանանք այդ ազգային պետություն ունենանք, ազգին ճիշտ համախմբենք, մոբիլիզացնենք մեր զորքը, հուժկու հարվածներ հասցնենք Ադրբեջանին, մենք գիտենք այդ պատրանքը կքանդվի։ Ու դրա հետ նաև այդ ամբողջ ասենք պետությունը մասնատվի։ Ու այդ ժամանակ մենք կարողանանք ոչ միայն Արցախը ազատագրել, այլև Նախիջևանը բնան եւ այլն բոլորը միացնել արդեն մի պետության մեջ։ Ու մեր հայացքները հետո սևեռենք Արևմտյան Հայաստանի վրա։ Էդ է մեր տեսլակը, մեր շարժման տեսլականը էդ է։ Մենք այստեղ մեր հոսանքը չի ստեղծվել, որ կեպսից էս անենք յոլա գնանք սրա ռուսի թևը մտնենք, արևելքի թևը մտնենք, մի կեպսից ապրենք, չէ։ Դա խղճ ով որ տես մտածում է, կարող է ասես թվա, իրատես է էլի, հա։ Իրատես բաները ասում ես, բայց դա ինչ է ասում, Ադրբեջան հաղթենք, այդքան հող միացել։ Մակերեսորեն կարող թվա ես եմ ինչ որ ցնդած, իրանք են իբր պրագմատիկ, բայց իրականում որ խորանակ տեսնեք պատմությունը ոնց է աշխատում, այս բնության օրենքները, աշխարհի օրենքները ինչպես է աշխատում, շատ པարզ կլինի, որ իրանք են իսկական ցնդածները, իրանք են որ խփնված են։ Մենք ենք պրագմատիկ, որովհետեւ գիտենք այս ամեն ինչը, այս ամբողջ աշխարհը ուժի վրա է հիմնված։ Պայքարի վրա է հիմնված։ Ով նրա թևի տակ մտնելով ինչ որ պետություն զարգացնի, պարզապես կամ ապուշա, կամ դավաճանա, կամ ուղղակի չգիտեմ ինչա։ Նորմալ մարդ չի,
հոգեպես տահաս մի էակ է։ Շարժումը չի նորից ասում խուսափում այդ մեծ հայկի գաղափարը, հազոր անկախ միացած հազոր Հայաստանի գաղափարը նորից արտնասնի մեր հայրենակիցների մեջ, որպեսզի այն իրականություն դառնա։ Ինչ հարցեր կան, եթե հարցեր չկան, կարող ենք ամփոփել։ Լավ, շնորհակալություն, ովքեր որ լսեցին, ովքեր որ հարցեր տվեցին։ Կմիանանք մյուս անգամ, նորից ասեմ, պայքարը իրականում նոր է սկսում, չհավատակ, չկարծեք, որ այս անտարբերության փուլը ինչ որ վերջն է, սա միայն սկիզբն է։ Սա միայն փոթորիկ առաջ անդորն է։ Փոթորիկից առաջ անդորն է եւ մենք պատրաստվում ենք այդ գալեկ փոթորիկին։ Այնպես որ ուժեղ մնացեք, պին մնացեք, մինչ մյուս հանդիպում եւ ամեն դեպքում գեցե Հայաստանը։